Յուրաքանչյուր պացիենտի մոտ հիվանդությունն ընթանում է տարբեր կերպ, սակայն հիմնականում բարդացումները սկսվում են ախտորոշումից 10-15 տարի հետո։ Կա բարորակ ընթացք, որը հանդիպում է մոտ 30%-ի մոտ։ Այս դեպքում գրոհները լինում են հազվադեպ։ Պացիենտի վիճակը կարող է բարելավվել երբեմն նույնիսկ առանց բուժման, որպես կանոն հաշմանդամության չեն հասնում, բայց կան նաև ագրեսիվ ընթացքով դեպքեր։ Առողջապահության նախարարության նյարդաբանության գծով խորհրդատու Սամսոն Խաչատրյանը շեշտում է, եթե բուժումը ժամանակին չի իրականացվում, հիվանդությունը հանգեցնում է շատ ծանր հետևանքների հաշմանդամության։ Ընդ որում շատ տարբեր ձևերով դա կախված է այդ օջախների տեղակայումից, կուտակումից, քանակից եւ ցավալին այն է, որ շատ հաճախ գերակշռող մասը այդ պացիենտների երիտասարդ պացիենտներ են, աշխատունակ բնակչության մասին է խոսքը։ Հետևաբար այստեղ արագ ախտորոշումը եւ ժամանակին հիվանդության ընթացքի վրա ազդող դեղորայք նշանակելը շատ պրինցիպիալ է։ Բուժումը միանշանակ կարող է կանխել հաշմանդամությունը շատ տոկոս դեպքերում, մեծ տոկոս դեպքերում, հավատացնում եմ ձեզ, արդյունավետությունը շատ բարձր է։